Բոլորը խոսում են վաղարշապատում տեղական ինքնակառավարման ընտրություններում ընդդիմության պարտության և քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի մասին։ Կհաղթի Հայաստանի Հանրապետությունը, լավ եղեք, լավ լինելու ժողովուրդ ջան։ Թեպետ իրականում ընդդիմադիր հաղթանակ դաշինքը բավականին մեծ թվով ձայներ է հավաքել։ Իսկ ինչպես է իշխող կուսակցությունը ապահովել իր ճակերտավոր հաղթանակը։ Անշուշտ, պետական ռեսուրսների բոլոր հնարավոր միջոցները կիրառելով, այդ թվում այսպես կոչված ասֆալտ փռելու նախընտրական քարոզ տանելով ընտրողների աչքին թոզ փչելով։ Մենք եղանք վաղարշապատի շրջանում ու ականատես եղանք այդ ճանապարհաշինության մութ և նույնիսկ վտանգավոր կողմերին։ Օրինակ, գյուղերից մեկում գլխավոր փողոցը խորը խրամատի պես փորվել էր։ Վրան էլ Արաքսգետի ավազանի քարեր էին լցրել, կլոր ու սղլիկ քարերը։ Դա հեչ, մի բան էլ վրան ջուր էին լցրել։ Ինչ նպատակով, չգիտենք, բայց որ քանդված ճանապարհը չէր փակվել, զգուշացնող մեծ երևացող ցուցանակ չկար, ու մարդը կարող էր գիշերով գնալ ու ընկնել բառի բուն իմաստով, փոսը հենց մեր կաշվի վրա զգացինք։ Այսինքն տեսեք ինքներդ, թե սա ինչ իդեալական դարան է, կամ եթե կուզեք թակարդ էր մեքենաների համար։ Ծահավոր վիճակի մեջ ենք ընկե աստորեն։ Գայ գյուղն է, Էջմիածնի տարածաշրջանում, այսպես լցրել են խճաքարը ու թաց, ու դե տարգելակող նշանն էլ լավ չէր երևում, մեքենան եկել լռվել է, գիշերա, չգիտես ոնց ես դուրս գալու։ Ի վերջո ես որ թիվն եմ, նշանները լավ դնեիք էլի, չգիտեմ ոնց ենք դուրս գալու։ Մեր համար տեղի տղաները, այստեղ բնակիչները հրավիրեցին օգնության ուրիշ մարդկանց, ուրիշ ձև չկա, պետք է մի քանի հոգի շատ մարդ լինի, որ կարողանան քաշեն, կամ ծանր մեքենա էր, պետք քարշակով, տեսնենք այդքանով կկարողանան, թե չեն կարողանա, տեսնենք կկարողանան, մոտ 6 հոգի էին։ Давай, ари, հել, էս կոմ արի, ավազի նման, մալադեց։ Այ հա մի քանի դրվագ դուք տեսակ գիշերային մեր արկածներից, բայց մենք դեռ չգիտենք մեր մեքենային ինչ վնաս է հասցվել, դա կիմանանք, երբ մի ավտոմեխանիկ գտնենք ճանապարհին, ու ճիշտն ասած գիտակցում ենք, որ դատի էլ տանք այս ճանապարհաշիններին, ճակերտավոր, ապա փոխհատուցումը դժվար ստանանք, որովհետև ավելի շատ գումար կծախսենք դատարանների վրա, մեր նյարդերի քայքայման, որը չի վերականգնվում, և անտրամադիր շարունակեցինք ճանապարհը։ Դուրս գալուց այս քարե ճահճից Երևան գալուց էլ օդանավակայան տանող ամբողջ ճանապարհն էր քանդված, շինարարներն էլ աշխատում էին, թեպետ արդեն բավականին ուշ ժամ էր։ Ահա հենց այսպես ամեն տարի նույն փողոցը քանդում են ու իբր վերանորոգում ենք, էլի։ Իրականում վերջին տարիներին մեր երկրի իշխանությունները ասֆալտ փռելը սարքել են քաղաքական դիվիդենտներ հավաքելու ու փող լվանալու միջոց։ Սրանից էլ ոչ թե հպարտ քաղաքացին է շահում, այլ դեռ մի բան էլ տուժում, փոսերի ու քանդած փողոցների մեջ մեքենաները ջարդ ու փշուր անելով։ Զվարթնոց ճանապարհն է Փարաքյարի, սաղ քանդած։
Գիշերվա 9:30 Աշխատում են արդիկ, աշխատում մի տարի առաջ էլ, 2 տարի առաջ էլ անդադ քանդում, սարքում, ասֆալտ են փռում ավելի շուտ փող են լվանում, այդ ոնց եք սարքել, որ ամեն տարի քանդում եք ընտրություններին են մարդիկ պատրաստվում ավտոներն էլ փչացնում